ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դարձավ ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ժամանեց այդ երկիրը։ Հիշեցնենք, որ այս տարվա հուլիս ամսին Եգիպտոսի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Մոհամմադ Մորսին պաշտոնանկ արվեց այդ երկրի բանակի կողմից, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայեր իր հարաբերությունները գործող իշխանությունների հետ, իսկ մասնավորապես դադարեցներ ֆինանսական եւ ռազմական աջակցությունը։ Քերիի անսպասելի այցի ընթացքում, որի նպատակն էր թույլատրել Վաշինգտոնի եւ Կահիրեի միջև առկա լարվածությունը, պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել երկիրը փաստացի ղեկավարող բանակի հրամանատարության, այդ թվում նաեւ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ։ Մասնակցության ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել Նյու Յորքի ամենամյա մարաթոնի ընթացքում։ 50,000-ից ավելի մասնակիցներով սպորտային միջոցառումը վերահսկվել է ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների հազարավոր աշխատակիցների կողմից, հաշվի առնելով այս տարվա ապրիլ ամսին Բոստոնյան մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Նյու Յորքի ամենամյա մարաթոնը, որը ի դեպ տեղի չէր ունեցել նախորդ տարի Սենդի փոթորկի պատճառով, անցել է առանց արտակարգ պատահարների։ Մարաթոնի կանանց եւ տղամարդկանց մրցույթի առաջին տեղերն են զբաղեցրել քենիացի մարզիկները։ Ինտերնետում տեսանյութերի ամենամեծ YouTube կայքը մեկնարկել է իր երաժշտական նոր մրցանակաբաշխությունը։ Google-ին պատկանող միլիարդավոր տեսանյութերի արխիվ դարձած YouTube-ի մրցանակաբաշխությունը նպատակ ունի մրցակցել երաժշտության ոլորտի այնպիսի հսկաների հետ, ինչպիսին են MTV Music Award-ը եւ Grammy-ն։ YouTube-ը նախատեսում է մրցանակների արժանացրել տարվա լավագույն տեսանյութ եւ լավագույն կատարող անվանակարգությունները։